Կարևոր հանգամանք է սոցիալական ապահովվածությունը։ Ոչ միայն դատավորների, ընդհանրապես յուրաքանչյուր պետական ծառայողի, որտեղ կոռուպցիայի պայքարի ձևերից մեկն էլ հենց սոցիալական բարձր ապահովվածություն տալն է պետական հանրային ծառայողին, դատական իշխանության ներկայացուցիչին։ Իհարկե միայն դրանով, միայն ֆինանսական միջոցները ավելացնելով, վարձատրությունը ավելացնելով, բացառապես այդ եղանակով հնարավոր չէ։ Դա կարևոր, բայց ոչ բավարար միջոց է, որովհետև ի վերջո մենք գալիս հանգում ենք նրան, որ կա մարդկային գործոն եւ անձի մտածողությունը պետք է փոխվի, որպեսզի մենք խոսենք այդ կոռուպցիայի բացակայության մասին, կամ դրա էականորեն նվազման մասին։ Հին, ոչ ճիշտ, ոչ իրավական, այլ տրամաբանությամբ մտածող ծառայողը, կլինի դա պետական ծառայող, հանրային ծառայող, դատավոր, դատախազ թե քննիչ, ինչքան էլ ավելացվի այդ աշխատավարձը, վարձատրությունը, միևնույն է մտածելու է հին ձևով։ Եվ այստեղ այո, պետական իշխանությունը շատ մեծ քաղաքական էլիտան շատ մեծ անելիք ունի, որովհետև մեր հասարակության մոտ առկա տասնամյակներով, անգամ հարյուրամյակներով տեղի ունեցած դեգրադացիան ներսից ներքևից չի փոխվում։ Քաղաքական էլիտան ունի ասելիք ու անելիք։ Որքան բարձր արժեհամակարգ ունի այդ քաղաքական էլիտան, այնքան կկարողանա այն բոլոր օղակները, որոնք որ ձևավորվելու են, իշխանության ճյուղեր, կառավարման համակարգեր եւ այլն, այդ արժեքները եւ ուրեմն սկզբունքները ներմուծել, ներարկել այդ օղակներ։ Եվ արդյունքում մենք ունենանք այն երազած երկիրը, որի մասին խոսում ենք։